Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրի ցես ապրիլ 24-ին Ծիծեռնագապերտ։ Հողի հիշողությունը, մշակութային հանդիպում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհրավիրի ցես ապրիլ 28-ին Ծիծեռնագապերտ։ Մահվան ճամփարներեն եւ օրբանոցներեն դեպի հայկական ազգային օջախ։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 10-րդ նիստ։ Ժառանգություն եւ արդիական հնչող խոսք Էդմոնդ Քոսեյան։ Հայ երեխաները ցեղասպանության ընթացքին։ Բազմալեզու համեր Կոստանտո Բոլսո մեջ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրի մասնակցելու 2026 թվականի ապրիլ 24-ին հայրու թեմ իրականացված ցեղասպանության զոհերու ոգեկոչման արարողության միասին ծաղիկներ խոնարհելու անմար գրագին շուրջ։ Հավաքը դեղի պիտի ունենա ժամը 11:30-ին Համալիրի հարագից տարածքը, ուր պիտի գտնվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը։ Անոր շուրջ հավաքվել են ետք պիտի մեկնարկե երթը։ Ապրիլի 26-ին ժամը 4-ին դեղի պիտի ունենա հողի հիշողությունը ֆիլմի ցուցադրությունը, որ կգազմագերբվի Western Armenia նախաձեռնության շրջանագին մեջ։ Միջոցառումը կնպատակադրի անդրադառնալ պատմական հիշողության, ազգային ինքնության եւ հայրենի հողի հետ կապին արվեստի լեզվով։ Ֆիլմը կներկայացնի հիշողության եւ ժառանգության կարեւորությունը, բացահայտելով անցյալի ու ներկայի միջև եղած կապերը։ Թիդումը պիտի ուղեկցվի քննարկմամբ, որոնց ընթացքին մասնակիցները հնարավորություն պիտի ունենան կիսվելու իրենց դիտարկումներով եւ միտքերով։ Մուտքը ազատ է, հավելյալ մանրամասնության համար կարելի է այցելել մեր պաշտոնական կայք։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը սիրով կհրավիրեն ցես ներկա գտնվելու հայ ժողովրդին դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողության ազգային խորհրդի նախագահ Արմինակ Աբրահամյանի բարձր հովանավորության ներքո։ Արարողությունը պիտի կայանա Ծիծեռնագապերտի հուշահամալիր ապրիլ 28-ին ժամը 11-ին նախագահ Արմինակ Աբրահամյանի բարձր հովանավորության ներքո նվիրված այն պետություններուն, որոնք ճանաչած են Արևմտյան Հայաստանի մեջ իրագործված հայրու ցեղասպանությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան գկրե 1920 թվականի նոյեմբեր 22-ի ԱՄՆ-ի նախագահ Հուդրո Ուիլսոնի արբիտրաժային վճիրեն յետք, որով սահմանվեցավ Արևմտյան Հայաստանի եւ Թուրքիո սահմանը, բազմաթիվ եւ ծանրագշիր փաստարկներ ի հայտ կուքան ի նպաստ հայկական ազգային օջախի ստեղծման, որ խոստացված էր Արևմտյան Հայաստանի հայերուն։ Առաջին Տաշնագից տերություններու պատերազմի ընթացքին եւ անկեյեց կստանցած պարտավորություններն ու հայտարարությունները հայերը վերջնականապես թրքական լուծեն ազատելու վերաբերյալ։ Երկրորդ հայրու որպես պատերազմող գոմ եւ տաշնագից ճանցվիլը քերակուն խորհրդի գոմ է։ Հայերը քանի մջակատներու վրա բարդաճանաչ կերպով կատարած են իրենց պարտքը ծառայելով արդարության եւ ազատության գործին։ Երրորդ Թուրքական Հայաստանի հայրու ինքնորոշման իրավունքի ճանաչումը մինչև անկախություն։ Չորրորդ երիտասարդ թուրքերու հանցագործներու դատաբարությունները եւ Վերսայի պայմանագիրը։ Հինգերորդ Արևմտյան Հայաստանի դարածքին վրա հայկական պետության դե ֆակտո եւ դե յուրե ճանաչումը տաշնագիցներու քերակույն խորհրդին գոմ է։ Վեցերորդ Թուրքական հուշակրին թրույթները եւ Սուլտան Մեհմեդի որոշումը Սևրի պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ։ 7-րդ 1920 թվականի օգոստոս 10-ի Սևրի պայմանագրի Հայաստանի վերաբերող թրույթները եւ Հուդրո Ուիլսոնի արբիտրաժային վճիրը։ 8-րդ Հայկական ազգային օջախի ստեղծման վերաբերյալ թուրքերու ուղղված առաջին ցանուցումը Լոնդոնի մեջ գումարված քերակույն խորհրդի գոմ է եւ 1922 թվականի մարտ 26-ի երկրորդ ցանուցումը ըստ որուն հայրու վիճակը պետք է արժանանա հատուկ ուշադրության, ինչպես պատերազմի ընթացքին տաշնագից տերություններու ստանցած պարտավորություններուն, այնպես էլ այս ժողովրդին գրած ծանր դարաբանքներուն պատճառով։ Հետևաբար կսպասվի ազգերու լիգայի աջակցությունը փոքրամասնություններուն դրված պաշտպանության հետ մեկտեղ հայկական ազգային օջախ ստեղծելու անոնց ավանդական ցկտումները բավարարելու համար։ 9-րդ Ազգերու լիգայի դաշնակրի 22-րդ հոդվածը, որ կնախադեսի Օսմանյան գայսրության որոշ համայնքներու ազատագրումը թրքական լուծեն։ Հայտնի է, որ համայնք Միլլետ եզրույթը Թուրքիո մեջ կգործածվեր քրիստոնյաներու նկատմամբ եւ այս թրույթը առաջին հերթին կվերապերի հայ ժողովրդին, որոնց մշակութային զարգացման աստիճանը լայնորեն ջանցված է եւ որոնց ճակատագիրը միջազգային ուշադրության կենտրոնը եղած է դեռ 1878 թվականի Բերլինի պայմանագրեն ի վեր։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Ապրիլ 15-ին կայացած է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 10-րդ նիստը։ Ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան ներկայացուցած է ապրիլ ամսվա նախադեсված միջոցառումներու ծրագիրը։ Ապրիլ 24-ին նախադեсված է ձաղգեպսակներու եւ ձաղիկներու խոնարհման արարողություն, որում պիտի հաջորդե միասնական երթ Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո։ Նշված է նաեւ, որ միջոցառումներու գազագերբչական շրջանագին մեջ կարևոր նշանակություն ունին Արևմտյան Հայաստանի պետական հերոստատեսության ներկայացվող այցեդոմսերը, ապահովել
ապահովելու համար անոր բացաճ եւ ներգայանալի ներկայացումը հանրային հարթակին վրա։ Քննարկված եւ քվեարկության դրված է նաեւ ղարաբարության որոշումը, որ կվերապերի Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն կողմէ պետական բյուջեին օգտին գամավոր հանքանակություններու գարկի սահմանման։ Նիստը ամփոփած է նախագահ Նելի Հարությունյան։ Ապրիլի 16-ին քրագանության եւ արվեստի թանգարանին մեջ բացված է Էդմոնդ Քյոսեյան 90 խորագրով ցուցադրությունը նվիրված անվանի բեմադրիչ դերասան Էդմոնդ Քյոսեյանի հոբելյանին։ Ցուցադրությունը կազմված է թանգարանի հավաքածոյին հիման վրա եւ կներկայացնե բացառիկ արխիվային նյութեր, լուսանկարներ, դղամարդիկ ֆիլմի նկարահանումներու պատկերներ, լքված հեքիաթներու գիրջը ֆիլմի նյութը, ինչպես նաեւ նամակներ եւ այլ արժեքավոր փաստաթուղթեր։ Առանձնահատուկ անդրադարձ կատարված է նաեւ Հուսո Աստ ֆիլմին, ուր հնչող արտահայտությունը մինչև այսօր չէ գործընթացած իր արդիականությունը։ Եթե հանցենք Արցախը, անիկա դաբանակարը գլա հայրու պետականության համար։ Այս խոսքը դարիներ անց կշարունակե հնչել որպես զսկուշացում եւ խորելու առիթ, ընդգծելով Քյոսեյանի ստեղծագործության խորքային քաղաքական շերտերը։ Հայրոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Ժանսեմի անվան պատկերասրահին մեջ պիտի կայանա ինքնություն, հիշողություն եւ վերապրում հայ երեխաները ցեղասպանության ընթացքին ժամանակավոր ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը համագարկված եւ համադրված է աշակերտական 3 խմբերու կողմէ թանգարանի աշխատակիցներու ղեկավարությամբ։ Ծրագրի նպատակը երիտասարդները աշխուժորեն ներգրավելն է 20-րդ դարու ցեղասպանություններու ուսումնասիրության եւ հիշողության պահպանման գործընթացին մեջ։ Ծրագրին կմասնակցին Երևանի շարք դպրոցներու 27 աշակերտներ, որոնք մասնակցած են համապատասխան դասախոսություններու եւ գործական աշխատանքներու։ Գոստան Տոբոլսո մեջ ապրիլ 24-ին որպես հայրու ցեղասպանության հիշադակի օր նախադեсված է համերգը, որ հիշողության եւ երաժշտության առանցքով փեմ պիտի բերե բազմալեզու պատմություն։ Բռնի դեղահանվածներու արձագանքներ խորագրով նախագիծը պիտի կայանա ապրիլ 24-ին Պոդփերայի մեջ։ Համերգը կներկայացվի որպես անկախ շարքի առաջին քայլ, որ կկենտրոնանա հիշողության, աքսորի, լեզվի եւ երաժշտության փոխկապակցվածության վրա։ Անչի փորձեր ուղիղ կերպով ներկայացնել ապրիլ 24-ի պատմական ծառայությունը, այլ կառաջարկե մոդենալ այդ հիշողության մնացած ցայներու եւ լեզուներու միջոցով։ Մոտ 90 վայրկյան դեպողությամբ ծրագրին հիմքը հայկական երգերն են, որոնք որոշ հատվածներում մեջ կուղեկցվին բարսկերեն եւ քրդերեն դողերով, գազմելով բազմաշերտ երաժշտական պատմություն։ Նախագիծը նաև ներշնչված է Հրանտ Ինկի խոսքերով, որոնք կշեշտեն փոխըմբռնման եւ փոխադարձ հարկանքի կարևորությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։